Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Վռամն այլևս չի փորձում թաքցնել իր վերահսկողության մոլուցքը Սոնայի հանդեպ։ Վռամը լրջորեն սկսում է խոսել Սոնայի հետ, հետաքրքրվելով, թե ինչպես է նա իմացել Միքոյի ծեծվելու մասին։ Նրան հետաքրքրում է, արդյոք Սոնան կապի մեջ է իր ընտանիքի անդամների հետ։ Սոնան զարմանում է այս հարցից։ Նրա համար անընդունելի է այն միտքը, որ ամուսինը կարող է իրեն արգելել խոսել սեփական ընտանիքի հետ։ Նա հիշեցնում է, որ Հայկն ու Միքոն իր հարազատներն են, եւ դա բնական է, որ ինքը կապ է պահում նրանց հետ։ Վռամի վերաբերմունքը բացահայտում է իր իսկական մտադրությունները։ Նա չի ցանկանում, որ Սոնան որևէ շփում ունենա իր եղբայրների հետ, հատկապես Հայկի։ Սա ել ավելի է լարում Սոնայի հոգեվիճակը։ Մինչ լարվածությունն է աճում Վռամի եւ Սոնայի հարաբերություններում, Հայկը կենտրոնացած է իր եղբոր Միքոյի վրա։ Նա անընդհատ նրա կողքին է սպասելով, որ վերջինս ուշքի գա։ Երբ Միքոն վերջապես բացում է աչքերը, Հայկը փորձում է պարզել, ինչ է տեղի ունեցել, ինչու են նրան այդքան դաժան ծեծի ենթարկել, բայց Միքոն լռում է։ Նա չի ցանկանում Հայկին ներգրավել այդ պատմության մեջ, հասկանալով, որ դրա հետևանքները կարող են շատ լուրջ լինել։ Այս լռությունը երկար չի տևում։ Տան դռան մոտ աննկատ մոտենում է անհայտ անձ եւ գաղտնի թողնում ծրար։ Հայկը պատահաբար նկատում է այն, վերցնում, վերադառնում տուն ու բացում։ Ներսում նամակ է ուղված իրեն եւ Միքոյին։ Միքոն վերցնում է թուղթը եւ բարձրաձայն ընթերցում Աբոյի ներկայությամբ։ Նամակում ասվում է, որ Հայկի եւ Միքոյի հայրը զոհ է դարձել դավաճանության։ Նամակը բացահայտում է, որ մահը պատահականություն չէր, այլ հստակ ծրագրված սպանություն։ Այս լուրը ապշեցնում է եղբայրներին։ Նրանք լռում են, վերլուծելով կարդացածը։ Աբոն սակայն հանգիստ է արտաքինից, նա որևէ զարմանք չի արտահայտում, քանի որ արդեն վաղուց տեղյակ է եղել ճշմարտության մասին։ Բայց մտքում հասկանում է, որ այս նամակն ուղարկել է Լալան, չնայած իր հորդորներին։ Աբոն զայրանում է, հասկանալով, որ Լալան կանգ առնելու մտադրություն չունի։ Նրա նպատակը մեկն է՝ բացահայտել ամբողջ ճշմարտությունը եւ վրեժ լուծել։ Աբոն մտքում գնահատում է իրավիճակը։ Նա հասկանում է, որ եթե այս ամենը բացահայտվի մինչև վերջ, կսկսվի լուրջ կոնֆլիկտ, որը առաջին հերթին կարող է հարվածել Սոնային։ Նրա անվտանգությունը կարող է հայտնվել վտանգի տակ։ Հայկը զայրացած ու ցնցված, չսպասելով որևէ այլ հաստատման, զանգում է Նարեին։ Ասում է, որ վերջապես իմացել է այն ճշմարտությունը, որին երկար ժամանակ ձգտել է։ Նարեն խառնվում է իրար, չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը։ Երբ Հայկը ասում է, որ իրեն պարզ է դարձել իր հորը սպանել են, Նարեն հասկանում է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան թվում էր։ Նարեն տեղյակ է ճշմարտության մասին, բայց չի կարող ոչինչ ասել։ Նա գիտի, թե ով է կանգնած այդ սպանության հետևում, բայց լռում է, չկարողանալով բացել Հայկին ամեն բան։ Նա անգամ հորը չի կարող ասել, որ նամակը Լալան է ուղարկել, քանի որ ստիպված կլինի բացահայտել իր կապը Հայկի հետ։ Այս ամենի արդյունքում իրավիճակը գնալով սրվում է։ Ընտանեկան խնդիրներն արդեն վերածվում են բացահայտ պատերազմի։ Կողմերը սկսել են դիրքավորվել եւ առաջիկայում հնարավոր է խորը ու անկանխատեսելի զարգացումներ։ Հարգելի հետևորդներ, որը կլինի Լալայի հաջորդ քայլը։ Արդյոք նա միանգամից կասի Հայկին եւ Միքոյին, որ Սաքոն է սպանել նրանց հորը։ Գրեք մեկնաբանություն։